Ամեն տարի տեղի է ունենում աշխարհի հայերի միության ամենամյա մրցանակաբաշխությունը։ Արվեստը մարդկության ամենահամընդհանուր լեզուն է։ Այն միավորում է սերունդներին, ժողովուրդներին ու մշակույթները, պահպանելով ազգային ինքնությունն ու փոխանցելով հոգևոր արժեքները։ Երբ բեմում են հանդիպում տաղանդը, նվիրումն ու ստեղծագործ ոգին, ծնվում է մի տոն, որը դառնում է ոչ միայն մրցույթ, այլև արվեստի իրական հաղթանակ։ Հենց այդպիսի մթնոլորտում անցկացվեց աշխարհի ամենալավագույնը 2026 մշակութային մրցույթ միջոցառումը։ Արվեստի գույները սահմաններ չեն ճանաչում։ Այն ապրում է յուրաքանչյուր հայի գենի, ինքնության և հոգու ամենանուրբ լարերում։ Աշխարհի հայեր միության նախագահ Նաիրա Ասրյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց աշխարհի ամենալավագույնը 2026 խորագիրը գրող մրցույթ միջոցառումը, որը համախմբեց տաղանդավոր արվեստագետների։ Մրցույթին մասնակցության հայտեր էին ներկայացրել երգի և պարի խմբեր, անհատ երգիչներ ու երգչուհիներ, որոնք մրցում էին լավագույնի կոչման համար։ Միջոցառումն իրականացվեց հասարակական կազմակերպությունների, հովանավորների և բարերարների համագործակցությամբ։ Լեփ-լեցուն դահլիճում հնչող ջերմ ու սրտաբուխ ծափահարություններին միացան նաև անաչառ ժյուրիի բարձր գնահատականներն ու ոգեշնչող խոսքերը։ Ընտրությունը հեշտ չէր, քանի որ բոլոր մասնակիցներն աչքի էին ընկնում իրենց վառ տաղանդով, բարձր կատարողական վարպետությամբ և բեմական ներկայությամբ։ Մրցույթի ավարտին հաղթող մասնակիցներն ու համագործակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և արժանացան աշխարհի ամենալավագույնը 2026 ծրագրի լավագույնների պատվավոր կոչմանը։ Արվեստի գույները սահմաններ չեն ճանաչում։ Այս գեղեցիկ մշակութային տոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ արվեստը շարունակում է ապրել ու զարգանալ, բացահայտելով նոր անուններ և նոր տաղանդներ։ Մրցույթը դարձավ ոչ միայն լավագույններին գնահատելու, այլև ստեղծագործ մարդկանց միավորելու, ոգեշնչելու և արժևորելու հարթակ։ Թող նման նախաձեռնությունները շարունակեն լուսավորել մշակութային կյանքը, իսկ արվեստի լույսը միավորի հայերին աշխարհի բոլոր անկյուններում։ Անահիտ Հակոբյան, Բրազիլիայի Armenia Eterna ռադիոյի և հեռուստաժամի թղթակցուհի։